Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայակվե միավորման անդամ Էլվա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հրավերելու համար։ Մի քանի անգամ առիթ եմ ունեցել խոսելու Հայակվեի մասին, ասեմ, որ քիչ առաջ նոր իմ գործընկերներն էլ հիշեցրեցին, որ ոչ միայն այս համապետական ընտրությունների ժամանակ, այլև քաղաքական շատ, այսպես ասեմ, բարձր բանկիտակցություն ունեցան եւ դրսեւորեց Հայակվեն այն իմաստով, որ ընտրություններին բավականին լուրջ աշխատանք տարան եւ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների, վաղարշաբաթի ընտրությունների ժամանակ, այո, Փարաքյարի ընտրությունների ժամանակ եւ նաեւ համապետական, գիտեք, որ երկու տեսակետ կար, որ պետք է 3 տարբեր ուղղություններով գնալ ընտրությունին, ինչպես որ գնացին, այսինքն ասում են պիտի լինի Գյումրի 2 պիտի լինի, որ Գյումրիում հաջողեց, կարող է թե պետք քննադատություն կար, որ կարող է պետք է համապետական եւ համանքային ընտրությունները չնմանեցնել, իրար տարբերություն կա, պետք է այս բaragան պետք է մեկ ճակատով գնալ, ինչեւ է, այդպես գնացին, արդյունքները հայտնի է, բայց այսպես ի սկզբանե կարծես թե պարզեր, որ այդ առաքելությունը ինչ որ իմաստով միավորելու իր վրա է վերցնում Սամվել Կարապետյանը։ Այսպես քիչ առաջ խոսում էինք պարոն Սողոմոնյանի հետ, այնպես չէ որ մենք շատ մեծ բաներ ունենք, պահանջներ կա, այն պարզ պատճառով, որտեղ իսկապես Սամվել Կարապետյանի համար սա նոր կարգավիճակ էր, հա, այդ չեմ ասում, որ ինքը նախ կալանավորված էր, մոտավորապես 1 տարի շարունակում է կալանավորված մնալ տնային կալանքի մեջ էր, ինչևէ բավականին մեծ աշխատանք տարվեց եւ այդ իմաստով ողջունելի էր այն ուժերն ողջունելի, ովքեր որ որևէ ամբիցիա չդրսևորեցին, բացարձակ այսպիսի հարցեր առաջ չեկան, որ պետք է ինչ-որ ցուցակներում լինեն եւ այլն, ուղղակի թերևս խնդիրը դրված էր այնպես, որ պետք է ազատագրվել։ Այսինքն այդ տեսակետ կա, որ մենք օկուպացված ենք եւ պետք է ազատագրվել, իսկ դրա համար ինչ պիտի անել, դրա համար պետք է նայել, որ ով կարող է, ով ունի շանս եւ հնարավորություն, հնարավորինս ուժերը մոբիլիզացնել եւ հնարավորինս աջակցել եւ օգնել, այդ իմաստով Հայակվեն իսկապես մեծ աշխատանք տարավ, որտեվ տեղերում ես ինքս տեսել եմ, որ իրենց անդամները ուղակի դռն է դուր։ Դա իսկապես շատ, այսպես թվում է, որ շատ հեշտ աշխատանք է քաղաքացիների հետ շփվել, ես օրինակ դա չեմ կարող անել, որտեվ 3-4 քաղաքացի հետ շփվելուց հետո ես չգիտեմ, ինչու հատկապես երբ որ պարզերում էին ձայն տարի, բայց ես տեսնում եմ, որ Հայակվեն այսպես դռն է դուր ընկած աշխատանքեր տանում, բացի այդ, նաև ընտրությունների ժամանակ Հայակվեն նաև կարողացավ տեղերում վերահսկողություն անել, ճիշտ ասած, չգիտեմ կհամաձայնեք թե ոչ, պարոն Սողոմոնյան, ինձ մոտ տպավորություն է, որ նաև դա դրանից է ազգակործանը հունից դուրս եկել եւ որոշում կայացրեց, որ կալանավորի, հա, պարոն Չալաբյանին կալանավորի, որովհետեւ իրեն հաջողում է, համենայն դեպս ինքը այդ ուղղությամբ է գնում, որ պետք է կեղծարարի հագուստը հագցնի ընդդիմությանը։ Մենք տեսանք, թե ընթացքում ինչ տեղի ունեցավ կամ փոքր երկիրը ամեն ինչ աչքի առաջ էր կաշառքը, վախը, տերորը, ահաբեկչությունը եւ այլն, եւ որպեսզի դա շատ ավելի ցածրուն չլինի, ինքը գողի ինչ ամիկա ավելի բարձր է, բղավուն գողում եւ այս իմաստով, քանի որ բացահայտումների բան կար, իսկ ձեր համակարգը շատ համակարգված է աշխատում, այդպես 1-2 ուժեր կան, որպես համակարգված կոնկրետ, այստեղ այսպես է եղել, այստեղ այսպես է եղել, ինձ թվում է նաեւ պատճառներից մեկը դա էր, որ պարոն Չալաբյանը հիմա շարունակում է կալանավորված մնալ։ Խնդրում եմ, սան արձագանքեք եւ անցնենք օրվա հրատապ մի շարք հարցերի։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ մեր գործունեությունը գնահատելու եւ արժեվորելու համար, իսկապես դա կարեւոր է, մենք միշտ աշխատում ենք գործել բաց եւ համակարգված ու խելացի մեթոդներով, դա է աշխատում, որովհետեւ այս իշխանությունների հետ այս իշխանություններին հեռացնելու ուղղությամբ աշխատանքի մեջ ամենակարևոր գծերից մեկը, որ պետք է տանել, նրանց գոյության իմաստազուրկ դարձնել, նրանց գոյությունը իմաստազուրկ դարձնելն է, նրանց գոյությունը իմաստազրկելն է։ Ճակատ-ճակատի այսպես պայքարը մենք տեսել ենք բազմիցս, որ արդյունք չի տալիս։ Հետևաբար պետք է կարողանանք փոխել տակտիկան եւ ավելի նպատակասլաց, ավելի հստակ հաջորդական քայլերով գնանք առաջ։ Ինչ վերաբերում է այս ընտրություններին, այո, մենք բնականաբար մեր խնդիրներ, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա եւ տեղի ունենա այդ առումով ինչու Սամվել Կարապետյանին եւ Ուժեղ Հայաստանին աջակցեցինք, որովհետեւ
ամենառեալ հնարավորությունը իրենց մոտ տեսանք դա անելու եւ մենք էլ ոնց որ բերեցինք մեր նպաստը, մեր ներդրումը, ինչպես դուք այո ճիշտ նշեցիք, մոտավորապես 200 տեղամասում մենք վստահված անձի կարգավիճակով ենք հանդես եկել եւ պաշտպանել ենք քաղաքացու քվեն, սա ոչ միայն մենք պաշտպանել ենք երրորդ համարի քվեաթերթիկը, այլ մենք պաշտպանել ենք ընդհանրապես քաղաքացու քվեն, դա մեզ համար շատ կարևոր հանգամանք է եւ ինչպես նաեւ այո քարոզարշավի ընթացքում եւ ընդհանուր խմբային քարոզարշավին ենք մասնակցել, բայց նաեւ անհատապես իսկապես մտել ենք տարբեր տեղամասերում եւ իրոք կարիքը կա դրա։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է իսկապես մեր քաղաքացիների հետ շփվելը, բայց մարդիկ մեղավոր չեն, որ իրենք այդ վիճակում են։ Ես մարդկանց հետ խոսում եմ, մի ընտանիքի հետ խոսում եմ, ասում եմ, եւ շփվել շատ դժվար բան է։ Երբ որ Սամվել Կարապետյանը հայտարարեց այդ կոմունալ վճարումների վերաբերյալ, որ հա, իր հաղթանակի պարագայում աղքատության շեմը չհաղթահարացա, ընտանիքների այդ կոմունալները կփոխհատուցվի այդ հիմնադրամի աղքատության հաղթահարման հիմնադրամի միջոցով եւ այդ թեմայով երբ որ մենք մարդկանց հետ հանդիպում ենք ունենում, մարդկանց հարցնում ենք, ասում եմ ինչպես եք ապրում, ասում են միջին, ասում եմ ինչքան է ձեր, քանի անձ եք, ասում եմ 7, ասում եմ ձեր եկամուտը ինչքան է, ասում եմ այսքան թոշակ, այսքան նպաստ 86000 դրամ։ Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ դա միջին ապրել չի։ Լինելով այդպիսի վիճակի մեջ, մարդիկ չգիտեն եւ դրա կարիքը իսկապես կա, մենք պարտավոր ենք շարունակել։ Ինչի է այսօր հայակվեին այդ հարվածները հասցվում, որովհետև մի տեսակ նրանց բգին համակարգված աշխատանքի համար ներկայացնելու մտածելով, որ նաև կարող են առաջնորդին, հա, համակարգողին մեկուսացնել եւ դրանից եւ ձեր համակարգը փլուզել նաև ինչ որ իմաստով կփլուզվի, այո, բայց դա տեղի չի ունենալու, որովհետև մենք հավաքվել ենք ոչ թե անձի շուրջ, ոչ թե ինչ որ մի պաշտոնի հեռանկարի շուրջ, որովհետև մենք հիմնականում մարդիկ ենք, ովքեր որ պաշտոնը պատասխանատվություն եւ փշոտ պսակ են համարում։ Իհարկե չենք խուսափում պատասխանատվությունից, բայց դրա մեջ մենք այն վայելքի բանը չենք տեսնում, էլի այդ հիվանդագին պահը չենք տեսնում։ Հա, մենք հետեւապես մեծ գաղափարներն են իսկապես։ Մենք ուզում ենք ուղղակի ունենալ հայրենիք, մենք ուզում ենք, որ մեր երեխեքի հետ երբ որ խոսենք մեր պատմության մասին, մեր երկրի մասին, ընկճված չլինենք, մենք գլուխներս կախ չապրենք մեր իսկ երկրում, կամ եթե Աստված միարասցե այսպես շարունակվի, մեր իսկ երկրում, ինչպես որ Արցախում փախստական դարձան 100,000-ավոր մարդիկ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում չդարձան։ Շատ լավ, օրվա քրոնիկային, եթե հետևում ենք, ինչ է, ուրեմն շարունակում է այս մարդը նոր Դերենիկը շատ ճիշտ նկատեց, խնդրեմը ինչու՞մն է, որ նաև հիմնականում անդիմադիր այդ առաջնորդները դեռ շարունակում են իրենց գալ իշխանություն, իրենց դժվար է նոր կարգավիճակում անդիմադիր կարգավիճակումներ, բայց ամբողջ աբսուրդն է, որ այս ազգակործանը 8 տարի իշխանության է, բայց եթե տեսնում եք, միանգամից հենց որ պորտկումների ինչ-որ բանի մեջ են գնում, մոռանում է, որ ինքն է 8 տարի իշխանության նստած, մեկ էլ ասում է, դատարանները սա են, կաշառքը սա են, չգիտեմ, պարտքը այսքան է, արտաքին պարտքն այսքան է, չգիտեմ, ինչ ճնշում է, եւ երբ որ sense դա ճիշտ հիշեցրեցի նոր անգամ Պետրոսը ինչ-որ մի անշտա, բայց դու եք ասում 8 տարի նստած մարդը դեռ չի հասկանում, որ չէ, իշխանական վայելքներ, բարետամեն չու հասկանում, բայց մնացած բանում պատասխանատվություն չունի։ Հիմա դեռ ինքը իր անդամատ ինքը 18 թվի մեջ է, լսում ես։ Երևանի նախկին քաղաքապետ տրանսպորտ եւ կապի նախկին նախարար Գագիկ Բերգարյանը եւս 2 ամսով կմնա կալանքի տակ։ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվեց։ Շարունակում ենք։ Այս պայն առավոտյան խուզարկություն է ընթանում, հա, 1 ամսով երկարաձգվեց Արմեն Աշոտյանի կալանքը։ Դե ասեցի Չալաբյանը շարունակվել ու այսպես չէ, հարյուրավոր մարդիկ, հարյուրավոր, մի մասը գիտենք, մի մասը չգիտենք, այդ շտաբի ղեկավարներին գիտեք, որ բոլորին հավաքել են, ակտիվին հավաքել են, միջև հիմա շարունակում են տերոր անել, ուղղակի պարտադրում են դիմումներ գրել, աշխատանքից ազատվել, թե ընդհանուր առմամբ ինչ պատկեր է։ Այս պահին առավոտ շուտ խուզարկություններ ընթանում քաղաքագետ Մայր Հայաստան շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Օզյանի բնակարանում հետո արդեն պարզ դարձավ, որ ուրեմն ինչ վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել իրենց բնակարանում, հետո տարածեցին, որ քաղաքագետ Մայր Հայաստան շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզյանը ունի ձերբակալվածի կարգավիճակ գտնվում է ազատության մեջ։ Ինձ մոտ տպավորություն է, որ նախ տեսեք ինչ է ինքը անդադարից մեր հանրությանը եւ այսպես ասած հավաքական արևմուտքին։ Երբ որ տեսնում էր ինչ որ միտեղ մի
ընդդիմադիր ուժ, որ ինչ որ բան է իրենց ներկայացնում եւ թափ է ներկայացնում, մի անգամ ասում է հիբրիդային պատերազմ, գործակալներ, լրտեսներ, չգիտեմ ծառայում են Ռուսաստանի Դաշնությանը, ինչ են անում եւ այս կերակուրը տալիս է հավաքական արևմուտքին, ես վստահ եմ, որ իրենք շատ լավ գիտեն այստեղ ինչ է, բայց դա շատ լավ աշխատում է։ Հիմա պարզ է, չէ, ասենք Երևան Բոզոյանից ինչ կարելի է սպասել։ Լուրջ քաղաքագետ, չափից դուրս հավասարակշռած բոլոր առումներով եւ իր վարկագծով եւ խոսույթով եւ այլն, բայց ինչ է պետք։ Պետք է հիմա որ մեր հանրությանը մի հատ հայլուրով տարածեն։ Գիտեք, գնացինք, բան արեցինք, այնտեղ Ուրսուլա ֆոն դեր Լայնն ասի, տեսեք, մենք ինչ պայքար ենք մղում։ Մեզ մոտ հիբրիդային պատերազմը շարունակվում է Ռուսաստանի կողմից։ Չգիտեմ, ինձ մոտ այդպիսի տպավորություն է, որտեղ լուրջ բան եզրատակ չեմ տեսնում։ Սա է թե ավելի խորքային բաներ կա այս իր գործողությունների մեջ։